Երևանի Նորագյուղ թաղամասը վերածվելու է Դաունթաուն թաղամասի 70 հարկանի երկնաքերերով։ Ծրագրի կառուցման մասին հայտնի է դարձել կառավարության նախորդ նիստին։ Նորագյուղը գտնվում է Երևանյան լճից հաղթանակի կամուրջ ընկած հատվածում, Պասկևիչի բլրի լանջերին։ Տեղում այս պահին հիմնականում խիտ կառուցված տներ են, փոքրիկ նեղլիկ փողոցներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ տարածքում լինելու է շուրջ 155 շենք, նախատեսված 65,000 բնակչի համար, ինչը բեռնաթափելու է փոքր կենտրոնը։ Մինչ այս ամենը դեռ թղթի վրա է, Armenia Today-ը Նորագյուղի բնակիչներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում նախագծին։ Պատրաստ են բանակցել քաղաքի ղեկավարների կամ մասնավոր ընկերությունների հետ իրենց սեփականության օտարման շուրջ եւ արդյոք վստահություն ունեն, որ խնդիրներ չեն առաջանա, ինչպես օրինակ Ֆիրդուսի բնակիչների դեպքում էր։ Ծնվել եմ ստեղ, ամուսնացել եմ ստեղ, հələ քանդում են մինչև առեսու։ Ինչ կարծիք պետք է ունենամ։ Բնականաբար չեմ հավատում։ Չգիտեմ ինչ գումար կտամ, თუ իմ քառակուսուն համապատասխան իմ բնակարան։ Նույն տարածքում թե նույն տարածքում, թե մոտակա կենտրոնում, ուրիշ ոչ մի տեղ։ 2 տարի առաջ էլ նույն բանը, ընտրություններից առաջ եկան, մեջալման, քանդում են, էս են անում, բայց չեմ հավատում պատից։ Երբ արձասեմ օրինակ ընտետուն կա, շատ վատ վիճակով է, իր տիրոջը ձեր կտան, բայց իմն էստեղա, որ ինձ ձեր չի տա, ու սովորել չեմ։ Թե կվարտիրային էլի նկատում, բայց մարդկա հաստատ կհամաձայնի։ Բնակիչները ինչ կարծիք ունեն։ Բնակիչները ոչ մեկ էլ չի արել, 99%-ը չի արել։ 2010 թվին եկան Լուշկովը պետք է քանդեր, ծրագիրը մնաց թղթի վրա։ Նախանցած տարի նորից հաղորդում են սարքել, այն կոմո ամենայն գետնափորտների մեջ։ Մարդկանցի չխոսացրել են, մարդիկ ասում են, հա, մենք համաձայն ենք քանդել, բայց նորմալ փոխհատուցեն։ Ոչ թե հանեն, հյուսիսային պողոտա շինեն, չգիտեմ, Ֆիրդուսի շինեն։ Նորմալ փոխհատուցումը ո՞րն է ձեզ։ Նորագյուղից չխոսած, կներեք, կոնդից էլ խոսած է, Դալմայի այգիներից էլ խոսած։ Հովանի 29-ին կառավարության նիստում Ավինյանը զեկուցեց Նիկոլ Փաշինյանին ու քննարկեցին Նորագյուղի քանդելու վերաբերյալ հարցը։ 7 տարվա ընթացքում 7-ից 10 տարի, բայց կներեք 7-ից 10 տարի հետո Հայաստանի Հանրապետության վիճակը ինչ ալնելու։ Այս իշխանությունները, որ նորից վերարտադրվեն, ինչ ալնելու այս պետության վիճակը։ Ներողություն եմ խնդրում։ Բայց դուք էլ գիտեք, որ ճիշտ եմ ասում։ Ինչ կա այն եմ ասում, չեղած բան չեմ ասում։ Ինչ պայմաններով կհամաձայնեք նորմալ փոխհատուցում։ Դե եթե հասներ ժամանակը պետքա բոլորը կանգնեն միանշանակ պայքարեն իրանց պապական տների, իրանց իրավունքի համար, որ չերնեն ընդդեն քուչեն, դառնան բոմժ։ Ես չգիտեմ այդ կարող ասեմ։ Իսկ այս տարածքում հնարավոր է 70 հարկանի երկնաքերեր կառուցել։ Եթե մակետը նախագիծը կա, երևի կարան սա։ Իմ կարծիքով։ Մարդիկ կան դեմ են, մարդիկ կան կողմ են քանդելու։ Ովքեր են դեմ, ովքեր են կողմ։ Խառը։ Չեմ կարող այդպես հասցնել ու Նորագյուղի բնիկ ապրողներից մարդիկ կան, որ կողմ են, մարդիկ կան, որ դեմ։ Իմ տունը բարգուրակ վիճակի մեջ է, ես լավ ապրում եմ, քառակուսին տեղն է, պատերը տեղն է, նորակառույց է, ես ինքս եմ կառուցել, ես շնորհակալ եմ պետությունից, որ կառուցել եմ իմ տունը, ես խնդրում եմ չքանդել։ Ես հակա եմ, դեմ եմ։ Ու կարող եմ պայքարել դրա դեմ։ Ինչպես եք պայքարելու, եթե Ինչպես բողոքելով, ինչպես չի քանդել։ Եթե իմ տան արժեքը իմ ցանկությամբ կտան, ինչ որ ես եմ ցանկանում, խնդրեմ, եթե իմ ցանկությունը չտան, ես չեմ տա։ Եթե ինձ կտա իմ տան համար միլիոն ու կես, ես կտամ։ Օրինակ Ֆիրդուսի բնակիչներն էլ էին բողոքում, բողոքի ակցիաներ անում, դե դատարաններ դիմում։ Եթե իմ տան համար ինչը որ իմ տունն է ես կառուցել եմ ու ապրում եմ, միլիոն ու կես կտա, համաձայն եմ, եթե չեմ տա, ինձ պետք չի որ գնամ գյուղի ես եմ որտեղ ապրեմ։ Ես ապրում եմ ուց որտեղ ցանկալի է եւ հաճելի։ Այն պայմանով եմ ուզում քանդեմ, որ ճիշտ է, այն պայմանները լավ է, վատը չի, բայց շատ մարդիկ կան, որ վատ վիճակով են ապրում, նեղ է իրանց բնակարանները։ Քանդեմ, բայց մարդկանց ուզած գինը տան, անեն չնի, հյուսային պողոտայի նման հանեն մարդկանց գցեն դուրս, մարդիկ մնան փողոցներում, մարդկանց պետք է բավարարեն, իրանց ուզածով լինի, նես լինի ոչ նրանք դուրժվեն, ոչ մարդիկ դուրժվեն, բնակիչները դուրժվեն։ Թող քանդեն։ Եթե կենտրոնն, բա կենտրոնում պետք է լավ ապրեն, բայց պետք է անեն, լավ բնակարանում ապրեն։
Իսկ եթե փոխհատուցումը ձեր ուզածով չլինի, Եթե մեր ուզածով չլինի, մենք տանից դուրս չենք գա։ Ինչի՞ պիտի ես դուրս գամ տանից, ընտանիքիս ու պիտի առնեմ գնամ աղջիկ ջան։ Համաձայնենք հանդեմ։ ինչ պայմաններով կհամաձայնեք։ Գումար թե կուստան կամ կառուցային։ Միլիոն տոկոս մենք ստեղ չենք ապրել, մասիվ ենք ապրել, բայց որ եկել ենք ստեղ վճարմա չի։ Ուզում ենք անպայման քանդել։ Փոխհատուցումը ինչպես լինի, գումարով փոխհատուցեն ձեզ, թե նույն տարածքում, շենքում բնակարան Ոնց տան։ ճիշտ են գտնում, թող նենց էլ մի քիչ բարձր լինի վճարը։ Այդքան շատ ցածր չեն, որ չկարենանք բնակարան գնենք ունեն։ Սենց նորմալ ստեղ ոչինչ էլի ապրում են, կնես չլին, որ այդքան տոսնում են։ Ընտրությունները ամեն ինչ խաղում են, ամեն ձև։ Բոլորը, ծելորը, ոչ թե մեկը կամ մեկը։ Հնարավոր չէ ստեղ ապրել արդեն։ Չգիտեմ, ես որ հիվանդ եմ, դժվարությամբ եմ բարձրանում, ստքել եմ։ Ասեմ, համար կլինի որ քանդեն։ Իսկ ինչ փոխհատուցում եք ակնկալում։ Դե չգիտեմ, ինչքան են ինչ տալիս, ես չգիտեմ։ Օրինակ գումարի տեսքով փոխհատուցում, թե օրինակ կուզեք տարածքում Գումար կուզենք մենք կվերցնենք։ որ ուրիշտեղ բնակարան գնեք։ Հա։ Տեսենք բանը բացելի է, տեսնենք։ Եթե հարմար գումար տան, գումարը կվերցնենք։ Լավ պրոյեկտ է ինքը, եթե իրականանա ամեն դեպքում։ Ես դեմ չեմ, անկեղծ։ Որովհետև են որ շատ տները արդեն են լավ վիճակում չի, պիտի քանդվի։ Չէ՞։ Այո, ես էլ եմ ասել եմ դա ասում։ Իսկ որ տարբերակով փոխհատուցում կպահանջեք։ Թե գումարի տեսքով։ Առաջնահերթ ասենք ես մտածում եմ, եթե գումարը փոխանցվի, մենք չեմ օրինակ ես չեմ կարող սպասել այդ շենքերին։ Ավելի շատ ավելի լավ է գումարը նախնական տան, մենք գնենք, այդպես, բայց $1600 մի քիչ բայց էլի լավ է։ Էդի արդեն երևի մի տասնյակ տարիներ է։ Տասնյակ տարիներ կա այդ հարցը, բայց ոչ չկա։ Իսկ ինչ է կարծում, այն կյանքի կոչի, օրինակ Տիգրան Ավինյանը ասում է, որ այս տարածքում 65000 բնակչի համար են կառուցելու 70 հարկանի շենքեր են կառուցելու, հնարավոր է դա։ Իրազակները եթե ոչ ոքի չեն ասում։ Իսկ եթե այնուամենայնիվ այս տարածքը քանդվի եւ բնակիչներին պետք լինի տեղափոխել այստեղից։ Բայց ու տեղափոխել։ Որ պայմանով կհամաձայնեք։ Թե ոչ ոք չի ուզենա իր այն սովորական տունը հանգիստ որտեղ որ ապրել ամբողջ կյանքը տեղափոխությունն է, որին անծանոթ է։ Իսկ դուք պատրաստ եք լքել այս տարածքը, թե։ Ես չէ։ Որտեղ ասենք քո ծնողն ամացել, որտեղ քո կինն մահացել, ուզենաս դուել նույն տեղը։ Իսկ եթե փոխհատուցում լինի, ինչ պայմաններով կհամաձայնեք։ Աստված գիտի, ինչ որ ժողովուրդը համաձայնվի, ժողովուրդը դժվար համաձայնվի, ոչ մի հատուցում չի։ Ոչ մի մարդ իր պապենական օջախը չի թողա, ինչ հատուցում էլ ուզում ես դուր։ Ոչ մի բան չի փոխարինի դրան, քաղցր ջան։